Նախ եւ առաջ ուզում եմ իմ լիակատար աջակցությունը հայտնեմ եւ Դավիթին Ամբարձումյան եւ Հայաստանում այսօր բանտարկված բոլոր քաղաքական բանտարկյալներին, ուզում եմ իմ համերաշխությունը կրկնել Նարեկ Սամսոնյանին, ով հիմա հացադուլի մեջ է նաեւ քաղաքական հետապնդման արդյունքում։ Իհարկե նաեւ մեր համերաշխությունը հայտնենք Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին, որովհետեւ իրականում այս գործերը նորից կրկնեմ, որ փոխկապակցված են, պարզապես Նիկոլն ու Ալիևը որոշել են, թե հայերի որ մասը պետք է նստի Բաքվում եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նստեց Բաքվում, մյուս մասով պետք է նստի եւ դատվի Հայաստանում, Դավիթը եւ մնացած տղաները, սրբազանները, ընտրված այլ համանքապետեր այսօր քաղաքական հայացքների համար հետապնդվում են։ Զավեշտալի է լսել իշխանական քարոզիչների այդ էժանագին պնդումները, որովհետեւ անկեղծ խոսանք, Հայաստանում դնում ենք մի կողմ իրավիճակ, աշխարհում չկա մեկ երկիր, որտեղ իշխանությունը ընդունի, որ կա քաղբանտարկյալ։ Բելարուսում հարցնեք, Հյուսային Կորեայում հարցնեք, Ադրբեջանում հարցնեք, Թուրքիայում հարցնեք, ոչ մի բռնատեր ավտորիտար կառավարիչ կյանքում չի ասի, որ կա քաղաքական բանտարկյալ, եւ այդքանով կընդգծի, որ այո, քաղաքական բանտարկյալներ կան։ Եվ Հայաստանում անկախ նրանից թե ով ինչա պնդում կամ ով ինչա ծլվելում կամ հմեկը ինչ որակի լապշա է տորեփում ու կախում է խեղճ հայրենակիցների ականջներին, ցավոք որտեղ կան քաղաքական բանտարկյալներ։ Եռակի զավեշտալի է, որ այդ ամենը տեղի ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի դատաիրավական համակարգի ձեռքերով։ Դավիթի գործը ոտքից գլուխ քաղաքական է։ Ով որ կասկածում է, բայց ունի ենթադրենք առողջ բանականության նշույլներ, եթե նոր տարվա ալկոհոլը եւ բուդը ամբողջությամբ չեն սատկացրել իրենց գլխուղեղի գորշ բջիջներին, ապա կարող է հետեւյալ հարցի պատասխանով ինքը որոշում կայացնել։ Դավիթը քաղաքական բանտարկյալ է, թե չէ։ Առաջինը, ինչու 18 թվականին վերագրվող դեպքերի հետ կապված Դավիթը նստեց 25 թվականին 7 տարի լուրջ, ինչպես կասեր իմ նախագահ Իրոք, 7 տարի հետո պետք է նստեր։ Երկրորդ հարցը, ինչու եթե կարող էր Դավիթը դատվել այդ հոդվածով, ենթադրենք պետքա դատվի մինչև 6 տարի ժամկետով, այդ դեպքում ազատ կարձակվեր, իր վրա կտարածվեր ամնիստիան, իսկ 6 տարի 3 ամիս ժամկետով դատվելու դեպքում դուրս չի կարող գալ բանտից։ Էդ էլ է պատահական լուրջ։ Երրորդը, արդյոք Դավիթի գործը չի ակտիվացել այն ժամանակ, երբ որ Դավիթը համաձայնեց, համարձակվեց, արիություն ունեցավ լինելու Հանրապետական կուսակցության, իսկ 4 ամիս ուշացումով միացյալ խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածով։ Էդ էլ է զուգադիպություն, Այդ դիտավորյալ արեցին, որ հետո ներկայացնեն։ Դե կներեք, հենա ինձ կներկայացնեն, ես այդ բանը քաղաքական բանտարկյալը ես եմ եղել, տնային կալանքի տակ Դավիթս չնեղանա, լավ, դա կարելի էր այդ հարցը այդ լավությունը կոպիտ ասած վարչապետ ներկայացնելու ուրիշ մարդկանց վրա էլ նաև անել, էլի։ Դա այդպես չի աշխատում, այսինքն ոչ մի հիմնավորում, որ փորձում են այդ իշխանական քարոզիչները կամ իշխանության ղեկը զավթած դատաիրավական համակարգի պատասխանատուները բերել, չի դիմանում քննադատությանը։ Նորից կրկնեմ, եթե նոր տարվա խոզի բդի յուղը եւ ալկոհոլը չի սպանել իրենց գորշ բջիջների վերջին խմբականակը, որ գուցե միտեղ ուղեղի ծալքերում մնացել է, ակնհայտ է, չէ՞, որ Դավիթի եւ մնացած բոլորի պարագայում, ասեմ, Դավիթի առիթով ենք մենք հավաքվել, բայց ուզում եմ սա հստակ շեշտենք, մենք միայն Դավիթի համար չենք հավաքվել, ամեն նմանատիպ ակցիա լինի, Նարեկենս դատը, սրբազանների դատերը, դա ազատությունն է բոլորի համար եւ ամենակարևորը, ինչպես Հանրապետականը եւ Սերժ Սարգսյանը մեր եզրափակիչ տարեվերջան ուղերձում ռոլիկում ասեցին, այս տարի ազատություն երկրին, որովհետեւ այս տղերքը անազատ են, որովհետեւ երկիրն է անազատ։ Եվ այս հարցերը փոխկապակցված են, ոչ մեկ չմտածի, կներես Զարջան, որ սա պրոստա լոկալ ակցիա է, մենք եկել ենք ընդհանրապես քաղաքական բանտարկյալների համար ենք պայքարում։ Ոչ, սա ընդդիմության, հասարակության առողջ հատվածի, պետական ազգային ուժերի պայքարի շարունակություն։ Այո, Նիկոլը փորձում է մեզ տարոհել, ջլատել, բերել դատարանների դռները, հայատներում հավաքվենք, որպեսզի հրապարակներում չհավաքվենք, օքեյ, բայց դրանից երկրում կուտակած դժգոհությունը չի պակասում, չէ, երկրում ոսկլտող ջղայնությունը անարդարությունից չի պակասում, ուզում ես տարոհի ըստ Կուխնյանների, մեկը այդ գումարային ծավալը դժգոհության շատ մեծ է։ Ո՞նց է արտահայտվում եւ ո՞նց է արտահայտվելու։ Զարջան, ակնհայտ է մի բան, եթե էներգիան չես կառավարում կամ եթե էներգիան չի
ուղղորդվում, ապա այն ունակ է ծբխել։ Օրինակ, եթե լեռնային գետ է, բժժալով իջնում է ձնհալից հետո, եթե չես կարգավորում, առաջանում է ավերածություններ, առաջանում են սողանցներ, առաջանում են ջրհեղեղներ եւ այլն։ Իսկ եթե կառավարում ես, դառնում է պիտանի էներգիա արտադրողը։ Նույնը քաղաքական էներգիայի մասին է։ Այո, այսօր գուցե ընդդիմությունը որպես միացյալ ատոմակայան չի այս էներգիան չի կարողացել կամ դեռ չի ուզում կամ դա առանձին հարց է ուղղորդել մեկ ուղղությամբ, բայց այս էներգիաները չեն պակասել, չէ։ Մենք գիտենք, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում կուտակած զայրույթը ոչ միայն չի պակասել, այլ ամեն անգամ ավելանում է եւ մի տեղից պորթելու է։ Հայաստանը վերջի վերջո աֆղանական կաթսա չեն, կաստրուկեկական, չէ, որ ձգում ես, որ հանկարծ չպայթի։ Մենք աֆղանական կաթսա չենք ուզբեկական փլով պատրաստելու համար։ Մենք երկիր ենք, որը հաստատ տալու է պորթի հետ։ Լավ չի, որ դա պորթվի։ Ասածս դա է։